Հարցրացներ բաները։ Չգիտեմ ինչքանով ներկայացել, համալսարանում դասավանդում եմ տեխնացու գիտությունների, այդպես էդքան ասեմ, մեդիահազության ոլորտում եմ մասնագիտանում։ Այսօր խոսենք լրատվամիջոցների մեդիայի նշանակության ու դերի մասին, ես չնայած ծանոթ դեմքեր ունեմ, շատ ուրախ եմ դրա համար, բայց ավելի շատ կուզեի ձեր հարցերից կողմնորոշվել, քանի որ մի կուրսով շատ դժվար է, մի դասախոսությամբ մի ժամ շատ դժվար է ներկայացնել ինչ է մեդիան կամ ոնց է աշխատում, դրա համար ես ավելի շատ ձեր հարցեր եք բավարարել, քան թե կկենտրոնանամ ինչ-որ կոնկրետ թեմային։ Ինչ է մեդիան, կամ ինչ է լրատվամիջոցները, այդպես սկսենք, լրատվամիջոցները դա ինֆորմացիա տեղափոխելու, ինֆորմացիան լայն զանգված հասցնելու միջոց է, այսպես կարելի է ձևակերպել, բայց լրատվամիջոցի առաջացման մասին տարբեր բանավեճեր կան, մեկ ասում է, չգիտեմ, առաջին հույներն են արել, երբ որ քարի տախտակի վրա գրել են տեքստեր եւ այլն, բայց առաջացել են տպագրության դյութից հետո։ Գիտեք, մարդկության պատմությունը տպագրության դյութից հետո բաժանվում է առանձին մասի, լրատվամիջոցներն տպագրության դյութի հերթական արդյունքներից մեկն էր։ Լրատվամիջոցի վերաբերյալ կան միֆեր շատ, ու բացի այդ լրատվամիջոցն է հիմնական միֆեր ստեղծողը։ Քանի որ լրատվամիջոցը դա այն խողովակն է, որի միջոցով ինֆորմացիա է փոխանցում լայն շրջանակներին։ Ուրեմն ժամանակին լայն շրջանակներին ինֆորմացիա կարողանում են փոխանցել միայն այն մարդիկ, ովքեր որ որոշակի ինստիտուտների միջով անցնում են։ Օրինակ, ասենք 300 տարի առաջ գիրք կարող էր գրել նա, ով որ հոգևորական էր, կամ ուներ բարձրագույն կրթություն, իսկ դրանից ավելի առաջ հիմնական հոգևորականները, իսկ բարձրագույն կրթություն ունենալու համար պետք է ֆինանս ունենալ, եւ այլն, այսինքն դու պետք է որոշակի պայմաններին ապահովել, որ քո խոսքը հասցնեիր լայն շրջանակներին, լայն զանգվածներին։ Նույնը վերաբերում է լրագրողին, եթե լրագրող ես աշխատում, նույն 100 տարի առաջ, 50 տարի առաջ լրագրող աշխատելու համար դու պետք է որոշակի ինստիտուտներ անցնեիր, համալսարան ավարտեիր, որը 100 տարի առաջ հեշտ գործ չէր, շատ քիչ տոկոսներ մասնակցում, լիներ ինչ-որ շատ որոշակի շրջանակներին մոտ քաղաքական կամ ֆինանսական եւ այլն, որ կարողանար քո խոսքը հասնել լայն զանգվածներին։ Գնալով լրատվամիջոցների զարգացում բերեց նրան, որ այն մարդկանց շրջանակը, ովքեր որ կարողանում են իրենց խոսքը փոխանցել լայն զանգվածներին, մեծանում է։ Դրա լավագույն օրինակը հիմա է, երբ արդեն լրատվամիջոցի դեր կարող է խաղալ անհատը։ Օրինակ, մտնում եք մի պորտալ, բացում եք բլոգ, կամ չի WordPress-ը, լայն ժուրնալ, բացում եք ձեր բլոգը, եւ դուք վերածում եք լրատվամիջոցի։ 100 տարի առաջ նման, այսինքն կարաք լրատվամիջոցի գործառույթներ իրականացնել։ 100 տարի առաջ նման իրավիճակը բացառվում էր։ Դրա առավելությունների մեկտեղ մի շարք խնդիրներ բերեց այդ, ինչու, որովհետև եթե ժամանակին մարդ պետք էր որոշակի ինստիտուտների միջոցով զտվեր, որպեսզի կարողանար հասարակական կարծիք ձևավորել, հիմա զտման մեխանիզմ չկա։ Մեկը, որը որ մի կերպ գրել է սովորում, կարող են շուտ նյութեր տեղադրել, որոնք որ, այսպես ասած, փոփ նյութի կանոններին են համապատասխանում եւ տարածվում լայն զանգվածների մոտ եւ դառնան կրկնօրինակման հիմք, առարկա։ Դրա լավագույն օրինակները այսօր Facebook, ընդհանրապես սոցցանցերն ու բլոգերն են։ Այդ ամենը ազդում է նաև լրատվամիջոցների գործունեության վրա։ Հիմա այս էքսկուրսից հետո խոսեմ առանձին լրատվամիջոցների մասին, դե գիտեք, առաջին թերթն է։ 16 լրագրողների կողմից, 16-րդ դարից է սկսել, չէ՞, 15-16-րդ դար։ Առաջի օրինակները, հա, 17-ից ընդհանուր տարածվեց, հենց ամասկրծը թերթը օգտագործվեց քարոզչության խնդիրների համար։ Օրինակ, միշտ Նապոլեոնի բանակում կար շարժական տպարան, երբ որ Նապոլեոնը ինչ-որ տարածքներ գրավում, այդ երկրում, այդ երկրի լեզվով թերթ էին հրատարակում։ Այսինքն քարոզչության համար միշտ եղել է, նախքան գրավել է, ասենք, ինչ-որ տարածք գրավելուց առաջ նա կազմակերպում էր այդ տարածքում տվյալ լեզվով թերթի հրատարակչություն։ Ֆրանսիական հեղափոխությունը ամբողջը հիմնված էր եղել Ռոբեսպիեր թերթի խմբագիր էր, այսինքն բոլորը թերթերը միշտ եղել են լայն զանգվածներին ինչ-որ ուղղությամբ հասարակական կարծիք ձևավորելու հիմքը։ Թերթից հետո, բայց թերթն ուներ որոշակի թերություններ,
Օրինակ, դու պետք է ժամանակ ծախսեր կարտալու համար, դու չէի կարող ուրիշ բանով զբաղվեիր թերթ կարտալու ժամանակ, թերթը կարող է փչանալ որոշակի պայմաններում եւ այլն, այսինքն որպես լրատվամիջոց ունի որոշակի թերություններ։ Դրանից հետո եկավ ռադիոն։ Ռադիոն հիմնական զարգացում սկսեց առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ու օգտագործեց տարբեր նպատակներով, բայց հենց հեռարձակման համար էլ ռադիոն էլ ուներ որոշակի առավելություններ, որոշ թերթի հետ համեմատած, որպես լրատվամիջոց, բայց նաև ուներ թերություններ։ Առավելությունն է, որ դու ռադիո կարող ես լսեիր որևէ գործողության ժամանակ տարբեր վայրերում եւ հատուկ ինչ-որ բան չէր պահանջվում դրա համար, թերությունն այն էր, որ դու չէր կարող նորից լսեիր։ Այդ պահին լսեցիր ու վերջ անցավ, բայց եթե չկրկնեին չես կարող լսել։ Իսկ թերթը կարող ես պահես մոտը դու կարդաս ուրիշին նվիրես եւ այլն։ Այսինքն ռադիոն ուներ որոշակի առանձնահատկություններ, ռադիոյի հարցում էլ օգտագործվեց քարոզչության համար, հիմնական օգտագործողները սկզբնական շրջանում եվրոպական երկրներն էին, օրինակ Գերմանիան, Բրիտանիան, Խորհրդային Միությունը, օրինակ 20-ական թվականներին Խորհրդային Միությունը 27-28 թվականին Գոլոս Մոսկվի, եթե չեմ սխալվում, թե Մայակ ռադիոկայանը հեռարձակվում էր 32 լեզվով։ Եթե համատության համար ասենք, այդ ժամանակ BBC-ն չէր հեռարձակվում, այսինքն չուներ այդքան մեծ բան, ու նաև ամբողջ աշխարհում։ Բացի նրանից, որ 32 լեզվով, նաև ամբողջ աշխարհն էր ընդգրկում ռուսական այդ խորհրդային ռադիոկայանի հեռարձակում, այսինքն այս օրինակը բերում եմ նրա համար, նույն Ամերիկան իր արտասահմանյան այդ Եվրոպայի ազատ ձայնը, ազատություն ռադիոկայան, Ամերիկայի ձայնը եւ այդ ռադիոկայանը ստեղծել 50-ական թվականներին։ Դուք տեսեք, իշքան բանն է, տարբերությունը իշքան մեծ է։ Իսկ խորհրդային միությունը այդ շրջանում շատ աշխարհի առաջատարների դիրքերում էր գտնվում։ Ռադիոն զարգացավ, ռադիոն ստեղծվեցին այն բոլոր ժանրերը, այն բոլոր ուղղությունները, որը որ հետագայում վերցրեց հեռուստատեսությունը։ Նույն օճառային օպերա ասված հայտարարությունը օրինակ ստեղծվել է ռադիոյում առաջին անգամ, սերիալները։ Հա, օճառային օպերա արտադրությունը առաջին անգամ կիրառվել է ռադիո սերիալների հետ կապված, ինչու որովհետև ռադիոն նյութ էր արտադրում, պետք է օգտագործել կոմերցիոն նպատակների համար։ Առաջինը շատ, ինչպես կարելի է գուշակել, այդ ամենից օգտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իրենց մոտ շատ արագ տեմպերով ռադիոներն ավելացան այնտեղ, տարին մի քանի 100-ով ավելանում էր, ու ինչու որովհետև կարելի էր օգտագործել կոմերցիոն հարցերով։ Ինչպես օգտագործել։ Նայենք ժամերին, որ ժամերին ովքեր են լսում։ Ցերեկ ովքեր են լսում։ Տնային տնտեսությունները, որոնք տան են։ Ինչ են սիրում տնային տնտեսությունները։ Սիրում են դրամ։ Դրամա, բան, լարված իրավիճակ, չգիտեմ, այդպես հետաքրքիր պատմություններ եւ այլն։ Դրա համար ստեղծվեց ներկայի սերիալի, ոնց որ ռադիո տարբերակը, ռադիո ներկայացումներ էին, կամ նման տիպ շոր բաներ, որոնք կրկնորեն հիմքում ընկած էր դրաման, բայց կրկնության միտում կար։ Դե այդ ժամանակ ինչ պետք է գովազդեն, եթե տնային տնտեսություններն են նայում, ուրեմն տնային տնտեսություններին ինչ ապրանք են գնելու, չէ՞։ Օճառ, այնտեղ լվացի փոշի, լվացի մեքենա, չգիտեմ, այն ժամանակ էլի չկար։ Հա, բայց դա ամեն դեպքում տնային տնտեսու համար հագուստ, շատ ու տարբեր տեսակի։ Տնային կամ խանութներ, տնային տնտեսություններին համապատասխան ապրանք սկսեցին գովազդել։ Ու այդ ժամանակ էլ առաջացավ օճառային օպերա արտադրությունը, որտեղ օճառային գովազդում շատ ժամանակ ու այդպես սերիալին սկսեցին անվանել օճառային օպերաներ։ Իսկ երեկոյան ինչ պետք է ցուցադրեն։ Երեկոյան տղամարդը գալիս է տուն, հոգնած, չէ, աշխատանքից, ինչ պետք է իր համար։ Սպորտային ինչ-որ կանզորություններ։ Սպորտային, ուրիշ, քաղաքական, ուրիշ։ Ներկայի բայվիկների ու ագրեսիվ ֆիլմերի պապին, այսպես ասած, բան էր, դետեկտիվ պատմություններ, բայց ռադիո տարբերակով։ Այդ Շերլոկ Հոլմս եւ այլն բոլոր դետեկտիվ պատմությունները սկսեցին, այսինքն այդ գրողների աշխատանքները սկսեցին ռադիո տարբերակով ներկայացնել, ու այդ ժամանակ գովազդում են տղամարդկանց համապատասխան ապրանք։ Հետո, երբ որ արդեն զարգացավ հեռուստատեսությունը, այդ ամենը տեղափոխվեց հեռուստատեսություն, կոմերցիոն հեռուստատեսություն։ Օրինակ,
Հերթատեսությունը զարգանում էր արդեն 38-39 թվականներին, Գերմանիայում էր աշխարհում երևի առաջինը, Գերմանիայում էր ամենալավ, Գերմանիայում էր զարգացած, նույնիսկ ու եթերներ էին կարողանում կազմակերպել, բայց երկրորդ համաշխարհային եկավ կանգնեց այդ ամբողջ process-ը եւ զարգացավ երկրորդ համաշխարհայինից հետո, քանի որ գիտեք Գերմանիայից շատ մասնագետների տեղափոխեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների հազարավոր մարդկանց, այդ թվում նաև հեռուստաոլորտի մասնագետները տեղափոխվեցին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հեռուստատեսությունը շատ արագ զարգացավ ու քանի որ էլի կոմերցիոն հիմք ուներ հեռուստատեսությունը, այսինքն սկզբնական շրջանում բոլոր հեռուստաընկերությունները կոմերցիոն էին, դրա համար ոնց որ այդ նաև հանգամանք հանդիսացան, որպեսզի ավելի արագ զարգանա։ Ինչպես արդեն ասացի, հեռուստատեսությունը վերցրեց այն բոլոր ժանրերը, որը որ ուներ ռադիո։ Բայց որոշ ժամանակ հետո սկսեց ինչ-որ խնդիրներ առաջանալ, անմիջապես հեռուստատեսության ստեղծումից հետո, 50-ական թվականներից տարածումից հետո։ Օրինակ, այդ ժամանակ, երբ որ նոր էր հեռուստատեսություն տարածվում, ավելի հեշտ էր հետազոտություններ անել, այսինքն վերցնում են ինչ-որ մի նահանգ Ամերիկայի եւ նահանգում ուսումնասիրում են օրինակ հանցագործությունները կամ չգիտեմ, սեռական բնույթի հանցագործությունները հեռուստատեսության տարածումից առաջ եւ տարածումից հետո։ Ու պարզվում էր, որ հեռուստատեսության տարածումից հետո հանցագործությունները ավելանում են։ Դրանց ելնելով սկսվեցին առաջին ուսումնասիրությունները հեռուստատեսության ազդեցության, մեդիա ազդեցության այդ առաջին տեսությունների շրջանում ձևակերպվեցին, հիմնական հետազոտությունները իրականացնողները ամերիկացիներն էին, ծագումով ոչ կանադացի, օրինակ ինչպես Բանդուրաներ, Բերկովիցը, Եվրոպայից եւ այլն, այսինքն տարբեր մարդիկ սկսեցին ուսումնասիրել հետազոտությունը, հիմնականում հիմքը դնելով սեռական պատկերների ազդեցություն եւ ագրեսիայի։ Ինչու էր կոմերցիոն, այսինքն կոմերցիոն հեռուստատեսության հիմնական խնդիրը ո՞րն էր։ Մեծ լսարան հավաքելը։ Մեծ լսարան ոնց կարելի է հավաքել։ Ժանրերի տեսանկյունից եթե ասենք կամ ոչ դետեկտիվերի կամ ընդհանուր հիմնական զարգացում հետաքրքրող թեմա։ Ինչ հետաքրքրող։ Մարդասպանություն։ Ֆիզիկական, Կարելի է հավաքել կամ լսարանի հասարակության համախմբել, երբ որ տվյալ հասարակության մեջ ինչ-որ խնդիրներ են առաջարկում պահանջարկում ու դրա անհանգստությունը համատարած տիրում։ Դե ստրեսի առաջացում այդ կա, բայց հիմնական տեսեք մարդուղը բաղկացած գիտակցություն ընդհանրապես մարդ բաղկացած երկու մասի, պարինականորեն կարելի է այդպես ասենք, իմացական եւ բնազդային։ Իմացականը այն է ինչ որ հասկանալի է արդեն, չէ՞ մենք գիտակցաբար քիչ եմ կարդում, իմացական process-ը։ Բնազդայինը մի քիչ ավելի լայն սպառման օրինակ, բնազդայինը սեռական պատկերի նկատմամբ վերաբերմունքը, բնազդային ագրեսիայի նկատմամբ վերաբերմունքը, բնազդային ինֆորմացիան ավելի հեշտ է հասնում լսարին, ավելի լայն լսարն է գրավում։ Ինչու, որովհետև իմացական process-ները ջանք են պահանջում։ Գիրք կարդալու համար ջանք պետք է գործադրես։ Զուտ նստելը ֆիզիկապես հարմար չի նստել, այսինքն մարդը բնությունից ելնելով պատրաստ չի նրան, որ այսպես նստի ու գիրք կարդա մի քանի ժամ։ Այսինքն դու պետք է ջանք գործադրես, որպես փոքր երեխաներ եթե ունեք կամ տեսել եք ընտանիքում կան, կտեսնեք, որ սկզբնական շրջանում գիրք կարդալ սովորեցնել շատ դժվար է։ Ինչու, որովհետև չեն ուզում նստել։ Սենց նստել ու կարդալ, մարդը ըստ էության բնությունից ելնելով բաժանված չի դրան, ինքը հետագայում սոցիալիզացիայի ընթացքում պետք է սովորի դրանից, եւ process-ը դժվարությամբ կարող լինի, դժվարությամբ կարող ընթանա։ Հիմա իմացական process-ները ջանք են պահանջում, իսկ բնազդայինը չէ։ Բացի դրանից, բնազդայինը ավելի գրավիչ է, էմոցիոնալ ազդեցություն ունենում։ Դրա համար ինչ եղավ, հեռուստատեսությունում հայտնվեց էմոցիոնալ ազդեցության խնդիր լուծող կոնտենտ, բովանդակություն։ Դա սեռական պատկերներ, գումարած ագրեսիա։ Այդ մարտաֆիլմերը, դետեկտիվները, դրամա նաև, էմոցիոնալ ազդեցություն գործող չէ, դրաման նաև։ Այդ ամեն ինչը հայտնվեց եթերում։ Ու հենց առաջին հետազոտությունները ագրեսիայի ու սեռական պատկերից սկսեցին այդ շրջան 50-ական թվականներից։ Ինչու Ամերիկայում սկսվեցին, որտեղ Ամերիկայում հեռուստատեսություն կոմերցիոն էր եւ խնդիրներ լայն զանգված գրավելու, ու տարբեր տեղեր տարբեր երբ է ընթացել հեռուստատեսության զարգացումը,
խորհրդային միություն գիտեք, կոմերցիոն հեռուստատեսություն չկար։ Եթե կոմերցիոն հեռուստատեսություն չկար, նշանակում է չկար նաև խնդիր գովազդ հայտնվի, երբ որ գովազդ չկար, ուրեմն լայն զանգվածները, այսինքն եթե հավասար են բոլոր հեռուստաընկերությունները, մարդիկ ստիպված պետք է բան դերեն, այն դիտեն ինչ որ կար, այսինքն չկար տարբերություն, որ մեկը կարողանար Marilyn Monroe-ին ցույց տալ կամ Beatles ցույց տալ, որ լույսները բոլոր շեղվեն դրա վրա, բոլորն այնն ինչ որ կար, ու այդ ինչ որ կար, մի պարադոքսալ բան կարող եմ ասել, խորհրդային հեռուստատեսությունը քաղաքակրթական տեսանկյունից ավելի մեծ նշանակություն էր, ավելի քաղաքակրթական նշանակություն ավելի մեծ էր, քան կոմերցիոն եւ ամերիկյան հեռուստաընկերությունները։ Նույն հենց այս գիտեք հեռուստաընկերությունները 3 տիպի են լինում՝ պետական, հանրային եւ մասնավոր։ Պետական հեռուստաընկերությունը դա խորհրդային հեռուստաընկերության օրինակն էր։ Հիմա պետական հեռուստաընկերությունները քիչ կան, այդտեղ Կորեայում կա, չգիտեմ, Չինաստանում եւ այլն քիչ տեղեր կան։ Հիմնականում հանրային են կամ կոմերցիոն։ Ինչպես պետական, չէ, չունենք, մենք հանրային ենք։ Հյուսիսային Կորեայում չկա։ Այդ կոմերցիոն է։ Օրենքով կուսակցությունը իրավունք չունի պահպանում հեռուստաընկերություն, այդ թվում նաև Հայաստանում։ Օրենքով կուսակցությունները իրավունք չունեն, այսինքն այստեղ պաշտոնապես կուսակցությունը չի։ Այստեղ կոմերցիոն հեռուստաընկերություն, հա, անհատել են կոմերցիոն հեռուստաընկերություն։ Այդ արդեն ուրիշ, հա, ուրիշ թեմա է, բայց հանրային հեռուստաընկերությունը, երբ որ պետականը նրան էր, որ պետության կողմից պետությունը պատվեր է տալիս մենակ։ Հանրային հեռուստաընկերություն գաղափարը ստեղծվել է արևմուտքում, նույն ԱՄՆ-ում, ինչու, որովհետև տեսան, որ հեռուստաընկերությունները կոմերցիոն են, ու հեռուստաընկերությունները անում են ինչ որ իրենց է պետք, բայց շատ դեպքերում պետությանն ու հասարակությանը դա վնաս էր ասում։ Մշակութային քաղաքականությունը հեռուստաընկերություն, այսինքն կարող են ամբողջ օրը Marilyn Monroe ցուցադրել կամ Beatles եւ մեծ լսարան ունեն ու կվաճառեն, բայց մենակ դա պետք չի հասարակության լայն շերտերի պահանջներ է պետք է բավարարել։ Դրա համար ոնց որ հանրային հեռուստաընկերության հիմնական առանձնահատկությունն է, որ հանրային հեռուստաընկերությունը պետք է բավարարի հասարակության լայն շերտերի պահանջները, բոլորի պահանջները։ Այսինքն հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի եւ Marilyn Monroe, եւ Beatles, եւ ինտելեկտուալ հաղորդումներ, եւ մշակութային հաղորդումներ, եւ երեխաների մասին հաղորդումներ։ Դրա համար հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում պետության կողմից եւ էթնիկ պրոգրամացիաների մասին նյութեր եւ ռազմական ոլորտային բոլոր ոլորտների, բոլոր խմբերին պետք է բավարարի։ Հենց ու հանրային հեռուստաընկերության համար մեկ կանոնը հանրային հեռուստաընկերության եթերում չպետք է լինի գովազդ, որովհետեւ գովազդը քանդում է ամեն ինչ։ Եթե եղավ գովազդ, եթե եղավ ֆինանսներ, արդեն այդ հանրային հեռուստաընկերության գաղափարը ոչնչանա, որ գովազդը իր կանոնները է թելադրում։ Հիմա այդ դեպքում ոնց է կոչվում հանրային հեռուստաընկերություն։ Հա, դե կոչվում է։ Կան երկրներ, որոնք որ կարծեմ արդեն հանրային չի կոչվում, չէ՞։ Մերը Մեկ ունենք մի դաժե։ Հմեր չի, չէ՞։ լոգոն եթե փոխվելը չի նշանակում, չէ՞։ Նույնիսկ ունենք հանրային երկրորդ Լոգոյի հեռուստաընկերություն։ փոփոխությունը, չէ, լոգոյի փոփոխությունը կապ չունի, լոգոն բրենդային բան է, այսինքն լոգոյի փոփոխությունը որը պրոցեսի կապ չունի։ Այսինքն մի հատ հարց էլի։ Հա, մեր հանրային ինչ օրենքին։ Որ գովազդ հետ կապված չէ, մեր մոտ այդպես օրենք չկա։ Ես ասում եմ հանրային հեռուստաընկերության իդեա, գաղափարը, որ հանրային հեռուստաընկերության գաղափարի հիմքում ընկած էր, որ գովազդ չլինի։ Տարբեր երկրներում տարբեր ձև է, օրինակ Վանում, Վրաստանում որոշ ժամերից հետո է թույլատրվում գովազդը եթերում, չէ՞, եթե չեմ սխալվում 10-ից հետո։ Որոշ օրինակ Վանում կան երկրներ, որտեղ որ մարդիկ են գումար ունեցում, օրինակ Շվեդիայում մի քանի տարի առաջվա տվյալներ եմ ասում, հիմա կարող փոխված լինի, 150 եվրո են տարեկան տալիս, տարբեր էր։ Շվեդիայում ընդհանրապես կար 4 հեռուստաընկերություն, որից 3-ը հանրային են, որոնք որ բռնում են ամբողջ երկրի տարածքով են հեռարձակում, այսինքն կան հեռուստաընկերություններ, որոնք որ ամբողջ երկրի տարածքով չեն հեռարձակում, բայց 4-ն են, որ ամբողջ երկրի տարածքով են հեռարձակում, 4-ից 3-ը հանրային են։ Պատկերացնում եք։ 3 հանրային կար, բայց այնտեղ հանրայինները ուրիշ սկզբունքով են, այնտեղ հանրայինների համար վճարում են մարդիկ։ Այստեղ պետություն։ Տարեկան 150 եվրո է։ Ըստ էության մեր հարկերից է։ Իսկ եթե պետությունը վճարում է, ենթադրենք, կամ կոնկրետ ինչ-որ շահերի խումբ վճարում է դրա համար, այդ ազդեցությունն ունի իրա վրա, թե դա ինչ-որ։ Հա, երբ է ունենում։ Ըստ օրենքի պետք է չունենա։ Իսկ դա դառնա պետական մեր պարագայում։ Բոլոր դեպքերում, երբ որ հանրայինը, այսինքն այստեղ գնում է խոսակցություն նրա մասին, որ լրատվամիջոցը կողմնակալ է կամ կողմնակալ չէ, չէ՞։ Օբյեկտիվ է կամ սուբյեկտիվ է։ Այս թեմային կանցնեմ, բոլոր լրատվամիջոցներն են սուբյեկտիվ։ Այսինքն այդ բանը ուտոպիա է, անհասանելի իդեալ է, որը որ
բան շատ հաճելի գաղափար է, որը որ մարդիկ ուզում են գնալ, բայց չկա այդպիսի բան։ Բոլոր լրատվամիջոցներն կան են, սուբյեկտիվ են, չափի մասին հասկացություններն են սուբյեկտիվ։ Անց որ բան չի, դրան հեսա հասնենք, բայց ես օրինակ այդ սուբյեկտիվությունը այդքան ծանոթ չեմ տանում, ինչքան է որ հանրային հեռուստաընկերություն չի բավարարում հասարակության բոլոր շերտերի պահանջները։ Այսինքն ես նոր եթեր շարժում շատ բան փոխվել է, բայց սրանից առաջ 6 ժամ սերիալ էր։ Սերիալը կոնկրետ մի լսարան է, ցավոք սրտի մեր մոտ բարձր Չի ասի։ Ինչպես։ Չի ասի որ մի լսարան էր։ Չէ, նկատում եմ ինչ-որ մի խավ կա, որը դիտում է, նկատում եմ Կամ եթե այդ խավը չկա, կամ մի խավ, որը որ չի գիտի։ Նույնիսկ այն մարդիկ ովքեր ասում են չենք նայում, կարող են նայել։ Չէ, բայց ենթադրենք կա մի խավ, որը որ նայում է։ Կա մի խավ, որը որ չի նայում, մենք դերից ենք։ Այս է մարդկանց համար պետք է նայում իշ ապրել։ Տեսեք, մի սենց բան կա, ես էլ ավարտեմ, ովքեր են սպառողները սերիալների կամ այդպես փոփ fast food հեռուստաարտադրանք ես այդպես եմ ասում, փոփ հեռուստաարտադրանք չէ, կա փոփ երաժշտություն, փոփ հեռուստաարտադրանք։ Այդ սերիալներ ինչ-որ լրատվական հաղորդումներ նաև դրա մեջ մտցնել երաժշտական ինչ-որ բաներ եւ այլն։ Այդ փոփ հեռուստաարտադրանքի սպառողը հիմնականում բարձրագույն կրթություն չունեցող, այսինքն ինտելեկտուալ աշխատանքով չզբաղվող մարդիկ են։ Հիմնականում ասում եմ, կարող լինեն իհարկե տարբերություններ։ Հիմա ասենց է Հայաստանում այս պայդրությամբ բարդ աշխատանք նկատում եմ ինտելեկտուալ, այսինքն հաշվապահ, դասախոս, ուսուցիչ, ինտելեկտուալ աշխատանքով, բարդ աշխատանքով զբաղվում է 100,000 մարդ։ Սովետական միությունում Հայաստանում բարդ աշխատանքով զբաղվում են 1 միլիոն մարդ։ Դուք պատկերացրեք ինտելեկտուալ պրոդուկտի սպառման տոկոս ինչքան է քչացել։ Եթե 1 միլիոն մարդ է, 1 միլիոն մարդը համապատասխան սերիալ սպառողների տոկոսը քչանում է։ Իսկ եթե հիմա 100,000 մարդ է, պատկերացրեք ինչքան է ավելանում։ Այսինքն այն շերտը, սոցիալական շերտը, որոնք որ սպառում են փոփ հեռուստաարտադրանքը, դրանք հիմա մեծ են։ Ինչու՞, որտեվ նույն ասեցին, ինտելեկտուալ զանգվածներն են մեր մոտ քչացել։ Գումարած այդ ամեն ինչին կային ինտելեկտուալ զանգված, որոնք որ դիպլոմ ունեն բարձրագույն, բայց էլի մշակույթով եւ ըստ էության նրանք չեն պատկերացնում, ինտելիգենցիային չեն պատկանում, ինտելիգենցիա չէ։ Դրա համար սերիալների բանը լսարանը մեծանում է։ Հարց ունեք։ Հանրային հեռուստաընկերության կարևորության մասին ենք խոսում, ու լոգոյի մեջ փոփոխություն արնում, ու նայում ինչից է դառնում։ Մեր հանրային հեռուստաընկերության պրոդյուսերը նշանակում է ռուս կավենիշի, ասենք դու լոգո փոխելու ու այդ նշանակման մեջ ինչ կապ եք ունի, կամ նույնիսկ նորմալ է, Լավ, ես նկատում եմ որ լոգոն որ գալիս է Ռուսաստանի դրոշի գույները որ գալիս, սպիտակ, կարմիր, քննարկական։ Մի խոսք, դոնե երագույն։ Ինչա՞։ Բայց այդ հնչ է կարծում, որ ասենք ինչ-որ։ Լավ, եկեք sense բանը։ Դու գույները երագույն դրոշի գույները գալիս։ Ռուսական տրիկոլորով գալիս։ Հանրային հեռուստաընկերության մասին խոսենք, ով է նայում հանրային հեռուստաընկերություն հիմա։ Շատ հազիվ է։ Լավ, ով է նայում հանրային հեռուստաընկերություն 2 ամիս առաջ։ Ոչ միայն նորություն, լավ, հիմա sense բանը։ Ով որ նայել է իմանա, Ես եմ 5-րդ Բայց սկզբունքորեն չկա այդպես ալիք օրինակ մի ալիք ուրիշ նայում։ Ես գցում եմ որով հետաքրքիր բան կա նայում։ Եթե միացնեմ հեռուստատեսություն Լավ, հիմա հանրային հեռուստաընկերության լոգոյի փոփոխության այդ թեման շատ է քննարկվում, այդ մի տեսակ կոնսպիրոլոգիական բաներ ա գնում այդտեղ, որ հայ վերացել է ուրեմն փորձում են ինչ-որ բան։ Ես չփորձեմ այդ ուղղությամբ դատողություններ անեմ, քանի որ ոչ ես կարող ասեմ, որ դա, չգիտեմ, ոչ մի խնդիր չկա, ոչ էլ դուք կարող ասեք, որ հեռակա շատ նեղ նպատակներ ունեն, որ, չգիտեմ, ռուսական իմպերիալիզմ եւ այլն։ Այդ ուղղությամբ չեն կարող ոչ բան ասել, թե ուղղակի կլինի գուշակություն է։ Ես դրանով բովանդակային, եթերի բովանդակային փոփոխությունների մասին ասեմ։ Հանրային հեռուստաընկերություն, ես միշտ բոլոր հեռուստաընկերություններին քննադատել եմ, այդ թվում նաև հանրայինին, հատկապես հանրայինին շատ եմ քննադատել։ Ինչու՞, որտեղ իմ գումարներով է ֆինանսավորում հանրայինը մասամբ։ Չեմ հիշում քանի տոկոսով, բայց մասամբ 30 թե 40%-ով, այսինքն նաև կոմերցիա կա դրա համար։ Ամենաշատ հանրայինն եմ քննադատել, բայց հիմա հանրայինի եթերում կա փոփոխություններ, որոնց մասին պետք է նշել։ Պետք է դրանք միանշանակ դրական են։ Օրինակ հայտնվել են հաղորդումներ, որոնք որ նախկինում չկար, այսինքն ինտելեկտուալ զանգվածի սպառման համար։ Մեկը օրինակ այդ օրինակ չեմ նայել։ Ես նայել եմ բանը, որ դասախոսություն է կարտասում, կուլտուրայի ալիքի բանի նման դասախոսություն է կարտասում, այսինքն
Իմ շատ է կա։ Երկրորդը հայսպետը դե սրանց առաջ էլ կա։ Փոփոխությունների մասն եմ ասում ես դրական։ Երկրորդը բան կար Հայատարան։ Երրորդը որը հայոց հարցը փոխվել է բախման կետի, հա, էլի կա, երրորդը բան, մշակութային արվեստագիրներ կա, մեր արվեստի ներկայացուցիչների մասին։ Այսինքն եթե նայում եք փոփոխություններ կան, որը ոչ կապ ունի կավենի հետ, ոչ էլ կապ ունի ռուսական, զուտ հայկական ազգային մշակութային ծրագրեր են մտել։ Այդ առումով այդ փոփոխությունները համատեքստում, որ ասեմ ինչ-որ բացասական բան լինելու չեմ կա, մենակ լոգոյով, ես չեմ ասի լոգոյի ման վրա այդքան բան։ Այնպես որ ավելի լավ է բովանդակության նայենք, քանի որ արտաքին ինչ-որ փոփոխությունների իման վրա դատողություններ են, ավելի լավ է բովանդակություն։ Իսկ բովանդակությունը այս հանրայինը միանշանակ ավելի լավն է, քան նախորդը։ Դե լոգոը վերցնեք, օրինակ տարբեր հստակեցնող ժամանակաշրջաններ։ Հա փոխում են միշտ։ Միշտ փոխում է, բայց չի դրա կարծես։ Հա ինչ-որ լավ շատ կենտրոնացակ հանրայինի վրա, այսինքն հիմնական հիշեցիք, օրինակ Շվեդիայում ասի կիսատ մնաց, մարդիկ տարեկան վճարում են, բայց ի՞նչն է հետաքրքիր։ Շվեդական հեռուստաընկերությունը կոմերցիոն է, մեկը որ կար, հիմա կարող փոխված են, ասում 2005 թվականի թե 6 թվականի բանի գրքում եմ կարդացել այդ ամենի մասին։ Շվեդական հեռուստաընկերությունը, բայց մինչև հիմա այդ մի բանը կա, որ օրենսդրական կարգավորման հարցը կա, կոմերցիոն հեռուստաընկերությունները պարտավոր են վարել նույն քաղաքականությունը բովանդակային, ինչ որ մասնավորները։ Այսինքն ինչ որ հանրային հեռուստաընկերությունը բովանդակային քաղաքականությունը, կոմերցիոն եւ հանրային հեռուստաընկերությունը նույնն է, ուղղակի տարբերությունն է, որ կոմերցիոնի եթերում թույլատրվում է գովազդ։ Այսինքն կոմերցիոն հեռուստաընկերությունը պարտավոր է ապահովել բոլոր շերտերի պահանջները։ Ինչպես որ մեր բանում է, չէ՞, բայց մեր մոտ այդպես չկա։ Մեր մոտ հանրայինն է մենակ պարտավոր լսարանի բոլոր շերտերի պահանջներն ապահովել, այսինքն այնտեղ մյուսների համար կան որոշակի պարտավորություններ կապված, չգիտեմ, լեզվի հետ, սեփական արտադրանքների տոկոսի հետ եւ այլն, բայց բոլոր շերտերը օրինակ չեն բանանում։ Իսկ բանդերում կա այդպես, այսինքն օրենքները տարբեր են։ Հանրային հեռուստաընկերությունները սովորաբար ունեն ցածր վարկանիշ, ու ես ենթադրում եմ, որ մեր հանրային հեռուստաընկերությունը սերիալները վերացել են մի բան են մնացել, գիշերներ ինչ-որ հատուկ բաժին է թե ինչ է, այդ են տալիս, այն լավ մի սերիալ ինչ-որ առանձին պատմություն է։ Ի տարբերություն նախորդի, երբ որ օրվա մեջ 6 ժամ սերիալ, հիմա վերացել են դրանց ելնելով կարող եմ վստահ ասել, որ հանրային հեռուստաընկերության վարկանիշը ընկնելու է, այլձես։ Հանրային հեռուստաընկերության վարկանիշը ընկնելու է, բայց այդ նորմալ է, որովհետև աշխարհում գրեթե բոլոր հանրային հեռուստաընկերությունները ունեն ցածր վարկանիշ։ Ինչու դրա մասին արդեն ասացի, որովհետև ավելի հեշտ է էմոցիոնալ կամ սեռական կամ ագրեսիվ պատկերներով լայն զանգված գրավել, այսինքն բնազդային ազդեցություն, էմոցիոնալ ազդեցություն ունենալ ու մեծ լայն զանգվածներ գրավել, քան թե իմացական ազդեցություն։ Բայց ինքնելի հանրայինի դաշտից դուրս է, չէ՞ գալիս, որովհետև սերիալասերների համար արդեն չկա սերիալ։ Այսինքն մարդիկ կարող են սերիալ նայեն, բայց արդեն իր եթերում ըստ էության կա մի սերիալ, այնպես որ բան չի։ Ահա։ Իսկ ինչով պայմանավոր դրանք խորհրդային միության, հա, հետխորհրդային պետություններում հանրային հեռուստաընկերությունները ավելի մեծ վարկանիշ ունեն, քան օրինակ արևմուտքի կամ Դե ուրիշ հեռուստաընկերություն չկա։ Որտեղ առաջ պետականները մի Չէ, նախկին խորհրդային, ես նկատում եմ այսօրվա դրությամբ։ Չէ, բա ավելի էլի, չէ, ոնց չի ասի։ Թե RTR-ը, թե առաջին Ուկրաինայում նայում եք նույնն է, BBC-ն Հայաստանում նույնն է։ Չէ, դա այդպես չի։ BBC-ն օրինակ հանրային հեռուստաընկերությունը ունի շատ բարձր վարկանիշ։ Այսինքն այդպես չի որ բոլոր տեղ, չնայած BBC-ն բացառություն է, որտեղ կոմերցիոն բացառություն չի, CBC-ն էլ բարձր ունի։ CBC-ն է ամենաբարձրը, թե BBC-ն օրինակ ամենաբարձրը ունի հանրային հեռուստատեսություն։ Այդտեղ հստակ կարգավորված է, քանի ժամ պիտի ինչ ֆիլմ ցույցատրի, որ խոսում են վերահսկման մասին, օրինակ Կանադան դեռ դեմոկրատական երկիր շատ հստակ է։ Քանի ժամ տեղական ֆիլմ պիտի ցուցադրվի, քանի ժամ ընդհանրապես ֆիլմ պիտի ցուցադրվի, քանի ժամ բանավեճ եւ այլն, այսինքն հստակ ամբողջ տարվա համար կազմում համապատասխան գրաֆիկ եւ այդպես շարժվում։ Ըստ էության մեր մոտ էլ կան այդպես, մեր օրենսդրական դաշտում օրինակ կան սահմանումներ, բայց այստեղ մեր մոտ ինչ խնդիրը ավելի խորն է, որտեղ օրենք կա, օրինակ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենք կա, որտեղ սահմանվում է, չի թույլատրվում մատաղ սերնդի հոգեկան առողջությանը վնաս հասցնող հեռուստաարտադրանք։ Բայց ինչ է այդ որ սահմանման մեջ կարելի է հասկանալ մատաղ սերնդի վնաս հասցնող հեռուստադրանք չկա համապատասխան, այսինքն եթե օրենքը ուզում եք որ կիրառվի, պետք է լինեն նաև քաղաքացիական կամ քրեական օրենսգրքում համապատասխան դրույթներ։ Իսկ մեր մոտ օրենքը կա հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, բայց քաղաքացիական օրենսգրքում կամ քրեական չկան դրույթներ։ Դրա համար հեռուստաընկերությունը կարող խախտումներ անել իշքան ուզեն, ու որևէ մեկը չի կարող իրենց պատասխանատվություն ենթարկել։ Մենակ մի ոլորտ կա, դա քաղաքական գովազդն է եւ
կոմերցիոն գովազդ է, որը որ կարգավորվում է, բայց այդ հարցում էլ չեն կարող պատասխանության ենթարկել։ Ինչու՞, որովհետև օրենսդրական դա թերի է։ Օրինակ մեր մոտ 3 անգամ կարող են տուգանել, չէ, 2 անգամ տուգանել, երրորդ անգամը զրկում է լիցենզիայից։ Հասկանում եք, հեռուստատեսության լիցենզիայի զրկելը քաղաքական սկանդալ է։ Հեռուստատեսությունները բոլորը, եթե նայեք գովազդային բանը խախտում են, օրինակ շանթը, եթե նայեք երեկոյան գովազդային օրենքները խախտում են, թե մի ժամվա մեջ կարծեմ 5 թե 7 րոպե չեմ հիշում, բայց ամեն դեպքում բավական քիչ է գովազդի տոկոսը, իսկ իրականում գալիս ասում եմ երբեմն մինչև 20%-ի։ Հիմա խախտման դեպքում օրինակ հեռուստատեսություն եւ ռադիո ազգային հանձնաժողովը օրենքով առաջին անգամ պետք է կարա տուգանի, երկրորդ անգամ տուգանքը մեծանում է, երրորդ անգամ զրկի լիցենզիայից։ Բայց չեն գնում այդ քայլին, որովհետև լիցենզիայի զրկելը դա արդեն քաղաքական քայլի սկանդալ է բարձրանում։ Այսինքն պետք է փոփոխություն անել։ Օրենքը պետք է այնպես լինի, որ դու միշտ տուգանես ու գնալով տուգանքը մեծանա, որ կարողանա աշխատել օրենքը։ Հիմա չի կարող աշխատել։ Բայց եթե նշանակություն կունենա, այսինքն փոփոխման համար, եթե միշտ տուգանվում է, ինքը իմաներ աշխատում, չէ՞, գովազդի աշխատում։ Ուրեմն այնքան տուգանեն, որ այդ գովազդը չկարողանա գովազդ աշխատի։ Ինչպես Քանակ փակես ալիքները հրեշտամերկից։ Չէ, մեր մոտ մենակ ամեն պլյուսն են փակել, ու վերջ դրանց Ալապը տիպի 5 են հայրենիքը փակվեց, հայրենիքը փակվեց, Արարատը միացավ շողակատին, հայրենիքը փակվեց, որովհետև մի սեփականատերը կարող էր ունենալ մենակ մի ալիք, արը նրանք արդեն որոշեց արը պահել իրան, ԱԼՄ-ն էլ մնաց բանի արդյունքում։ Արմենիան Մրցույթի միտում պարտվեց Երևանին։ Հա։ Բայց հիմնականում ամենաշատ բան ունեցող, սկանդալ ունեցող այստեղ բանն է։ Քաղաքական խնդիր է։ Ահա։ Լավ, ես հիմա բան չանեմ, չգնանք տեղային չխորանանք, մի քանի սկզբունքների մասին կուզեի նշել լրատվամիջոցների հեռուստատեսության թեման փակին, ուրեմն մի կարևոր սկզբունք, որը որ հիշեք լրատվամիջոցների մասին շատ կարևոր է, լրատվամիջոցները ոչ թե ինչ են անում լրատվամիջոցները, ըստ էության լրատվամիջոցները լայն զանգվածներ ներկայացնում, որ լրատվամիջոցները իրականություն ներկայացնելու խնդիր ունեն, չէ՞։ Լրատվամիջոցը իրականություն դու կարդում ես, որ իմանաս իրականության մասին։ Տարբեր ոլորտների հետ կապված, բայց իրականում լրատվամիջոցները ոչ թե իրականություն լուսաբանում են, այլ իրականություն ձևավորում են։ Այդ կարևոր սկզբունքներից է, որը որ լրատվամիջոցների թեման լուսաբանող տարբեր մեկնաբաններ հիմնական կետերից մեկն է, այսինքն Լումանը կա, գերմանացի եւ այլն, իրենք հիմնական, այսինքն եթե քարոզչական մեզ ցավոքսերտի հասնում է լրատվամիջոցների վերաբերյալ քարոզչական պրոդուկտը, քարոզչական գրքերը, որ ամենակարևորը խոսքի ազատությունն է, լրագրողը պետք է իր սեփական կարծիքը չունենա եւ այլն։ Ես այդպիսի գրքերով եմ այսպես սովորել, գիտական գրականություններն ու ցավոքսերտ չի թարգմանվում։ Ինչու կամ չի թարգմանվում, չի ներկայացվում, ինչու որովհետև հիմնականում գրանտային ծրագրով է իրականացում այս լրատվամիջոցների ոլորտի քաղաքականությունը, իսկ իրենք ունեն իրենց խնդիրներ համապատասխան գրականություն են ներմուծում Հայաստան։ Հիմա ոնց է ստացվում այն process-ը, որ իրենք իրականություն ձևավորում են, ոչ թե լուսաբանում են։ Մենք որոշակի քայլերի ենք դիմում, ելնելով մեր մոտ եղած, մեր գլխում եղած աշխարհի պատկերից։ Օրինակ, եթե մեզ հիմա թվում է, թե վերևից վերևի հարևան աղմուկ է հարվածում, աղմուկ է հանում, մենք դրանից ելնելով բարձրանում ենք վերևի հարևանի մոտ, կռվ ենք անում կամ չգիտեմ, խոսում ենք, որ աղմուկը վերջացա։ Բայց դա կարող է մեզ ուղղակի թվալ։ Իրականում կարող է աղմուկը լինել կողքից։ Բայց քազում մեզ թվում է, որ վերևի հարևան, մենք բարձրանում ենք վերև։ Այսինքն մեզ մոտ ստեղծում է իրականության մասին պատկեր, թե մեր վերևի հարևանն է։ Ու դրա համապատասխան գործողություններ կան։ Նույն ֆունկցիան անում է լրատվամիջոցը։ Լրատվամիջոցը ներկայացնում է, այսինքն այն խնդիրները, որոնք որ ներկայացնում են, ոլորտ որ ներկայացնում, դրա համապատասխան ձևավորում է իրականության մասին մեր պատկերացումները։ Հիմա երկրորդ հարցը։ Կարա լինի օբյեկտիվ այդ ներկայացրածը, թե չէ։ Այսինքն ի սկզբանե, այսինքն առաջին մոտեցումները, որ եթե ներկայացրած, արդեն ձևավորում է իրականություն, իրականության մասին պատկերացում։ Երկրորդը, եթե այդ ներկայացնելու ընթացքում կարող է օբյեկտիվ ներկայացնել, թե չէ։ Չի կարող, հիմնականում էլի ասում քարոզչական գրականությունում ու կոդեքսներում տարբեր լրատվամիջոցների եւ այլն լրագրողների ներկայացնում, որ պետք է օբյեկտիվ լինել, պետք է սեփական կարծիքի մասին մոռանալ եւ այլն, բայց այդ ամենը ուղղակի խոսքեր են գիտականորեն
Այդ թեման չի քննարկում, այսինքն լրատվամիջոցների սոցիոլոգիայում եթե դիտարկենք, չի քննարկում օբյեկտիվ ժուրնալիստիկայի թեման, որտեղ այդպես չի կարող լինել։ Ինչու՞, որովհետև մարդն ըստ էության սուբյեկտիվ է։ Մարդը միշտ սուբյեկտիվ է։ Մենք օբյեկտիվ հումանիտար ոլորտում, ասենք օբյեկտիվության ձգտում է սոցիոլոգիա։ Բայց նույն սոցիոլոգիայում որակական հետազոտություններում համարվում է, որ որակական հետազոտությունը սուբյեկտիվ է։ Ինչու՞, որովհետև հետազոտողը իր անձը իր հայացքները կարող է թողել հետազոտության վրա։ Այսինքն քանակական մասամբ քանակականը համարվում օբյեկտիվ։ Դե պատկերացրեք, եթե սոցիոլոգիայում, որը հետազոտության մեթոդներ կան, ամեն ինչը հստակեցված է, սոցիոլոգիայում ամեն ինչը կարող ենք համարել որ սուբյեկտիվ, լրագրող մեկ անձը ոնց կարող է օբյեկտիվ լինել։ Այսինքն օբյեկտիվության մասին խոսք չկա։ Այդ դեպքում ինչ պետք է անի լրագրողը։ Ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Արևմտյան օբյեկտիվության մասին ես օրենքի ուսանողներին տալիս եմ այդպիսի առաջադրանք, որ վերցնեն մի իրադարձության վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների անդրադարձը ու այդ ժամանակ է պատերը լավ զգացվում, հիմա դուք էլ բոլորդ կհիշեք, օրինակ Օսական պատերազմի ժամանակ կամ հիմա Սիրիայի դեպքի հետ կապված, եթե մի օր CNN նայեք, հաջորդ օրը Ռուսիան նայեք կամ չգիտեմ արաբական ինչ-որ ալիք նայեք։ Պատկերը հստակ, եթե ոչ չգիտեմ, CNN-ի ու արաբականի միջև կարող է պատկերը չփոխվել, նայած ինչ արաբական, պատկերը կամ քիչ փոխվել, բայց ռուսականի ու CNN-ի միջև հսկայական տարբերություն կանի։ Երկուսն պրոֆեսիոնալ են, երկուսն ժուրնալիստիկայի կանոններին համապատասխան են ներկայացնում ռեպորտաժ, երկուսն ներկայացնում են խնդիրը բազմակողմանի, երկուսն ներկայացնում են տեղից եւ այլն, բայց տարբեր է։ Այդ ոնց ստացվեց։ Եթե կա օբյեկտիվ իրանք տեսանկյունից իրանք օբյեկտիվ են։ Իրենք ներկայացնում իրենց տեսանկյունը, այդ օբյեկտիվության մասին խոսք չկա, իրենք իրենց տեսանկյունն են ներկայացնում։ Որ ասում ճիշտ է մի հատ է, այդպես չի, ամեն մարդ համար է ճիշտ, բայց նյութականական լրատվականների համար։ Ինքը իր ճիշտ է, այս։ Եթե դες խոսենք իրենց սուբյեկտիվության տեսանկյունից իրենք օբյեկտիվ են, հա, բայց մեկը սուբյեկտիվ է ու ցանկացած մարդ է սուբյեկտիվ, եթե նույնիսկ հետևենք այն կանոններին, որը որ ասում են, օրինակ խնդրի երկու կողմերի կարծիք պետք է ներկայացնել, չէ՞։ Բայց ես ներկայացնում երկու կողմերին է։ Պետք է 5 կողմեր ներկայացնում նաև, որ բազմակողմանի մոտեցումների։ Ներկայացնում եմ ոլորտի գիտական հետազոտությունները, ներկայացնում եմ, չգիտեմ, քաղաքական կարծիք եւ այլն։ Խնդրի մանրամասն ներկայացնում բազմակողմանի։ Այդ դեպքում հարց առաջանում, ոնց կարող է արտահայտվել իմ սուբյեկտիվիզմը։ Ես իմ կարծիքը չեմ գրում ոչ միտեղ, չեմ ասում որպես լրագրող, այսօր այդ մասին խոսում եմ, որ լրագրողը պետք է օբյեկտիվ, չի կարող օբյեկտիվ լինել։ Դե ասում եմ մի լրագրող կար գործող, ասաց ես վերջում որ իմ կարծիք գրնում, խմբագիրը հանում եմ։ Դե հա բա կհանի, բայց չկա։ Քո կարծիքը չպետք է գրես, բայց քո կարծիքը արտահայտվում է բառերի ընտրությամբ, արտահայտվում է սինխրոնի ընտրությամբ, բանախոսի ընտրությամբ, ումից որ հարցազրույց ես վերցնում, արտահայտվում է նախադասությունը սկսելով։ Բայց ես որ ասել օբյեկտիվ նկատի ունեն հենց կարծիքը չգրելու հիմնական իմաստով։ Այսինքն երբ որ դու նյութը գրում ես, դրա լուր ես մատուցում, մարդը կարծում է վերջում քո կարծիքն է, բայց արդեն այդ իմաստով երևի օբյեկտիվ, ոչ թե օբյեկտիվ բառերի ընտրության կամ նախադասության շարադրության հետ կապված։ Գիտեք որ նա որ ալկոհոլիկը գալիս է դուրը ջարդում է խանութի, ասում են քեզ ջարդում, ասում է խեն գրել խանութը փակ է, չեն կարող հանգիստ գրեն խանութը փակ է։ Ահա, Այո, տոնայնություն շեշտ մի ստորակետը կարող է մի վերջերս էլ իրադա չգիտեմ ինչով են որ ինչ որ ինքնա գործունեության պետք չէ զբաղվել, չնայած պաշտոնական հələ ոչ մի բան չկա։ Այդ էլ ինչ որ արդեն ոնց որ շատ թեմային մոտ Բայց դա ապացուցվեց, որ ինքնագործունեության չգիտեմ, պաշտոնական հələ վերլուծական ժանրը ինքը արդեն օբյեկտիվ չի, երբ որ դու վերլուծություն ես անում, արդեն եթե ինքը շարունակի աշխատել այդ կամպանիայում, ուրեմն ինքնագործունեություն չէ։ ORT չի կարող Ինձ թվում է որ իշխել պետք չի դա բացատրել։ Ահա։ Եթե հավաքական CNN-ի ու ORT-ի ինչի վրա Ինչի վրա քեվում CNN-ն է ճիշտ թե Չկա ճիշտ։ Մենք սկսում ենք դրանից, չկա ճիշտ։ Ճիշտ հասկացությունը սուբյեկտիվ հասկացություն է։ Մենք խոսում ենք օբյեկտիվիզմի եւ ով կարող է, այսինքն ամեն դեպքում ինչ ասեցի, չէ՞, ես սրանց առաջ ինչ ասում, որ լրատվամիջոցները իրականություն չեն լուսաբանում, իրականություն ձևավորում են։ Դրա համար չկա ճիշտ, եթե ուզում եք ճիշտ իմանալ ինչ-որ թե կենցաղային լեզվով ասեք ճիշտ, հա, եթե ուզում եք ճիշտ իմանալ որևէ իրադարձության մասին, պետք է որոշ հետազոտող դառնալ, այդպես ասեք։ Եթե հետազոտող եք դառնում, դուք եք մանիպուլյացիա արդեն անում։
Ոնց պարոն Պապյանն ինչ որ ասում, նույնիսկ եթե ինչ-որ փաստաթուղթ է ինքը մեկնաբանում բարձրաձայնում, ասում է ինձ եմ հավատացել։ Գնացեք այդ փաստաթուղթը գտնեք, արտասեք այդինքները, այսինքն պատմությունները, չէ՞, այդպես տեսնենք արև, հենց նույն վերցնենք sense ամենալավ օրինակը երկրորդ համաշխարհային պատերազմի արևմտյան ու բան, այսինքն սովետական գրականությունը մեծ ահավոր մեծ տարբերություն։ Իհարկե, պատմությունը էլի ինֆորմացիոն դաշտից է վերաբերում, պատմությունը ամենակարևոր գործոններից է, էլի պատմությանը մոտենալ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, այդ նույն հարցն է որ լրատվամիջոցների դեպքում մոտենալ օբյեկտիվ։ Պատմության կարևորությունը ինչ է, որ պատմության ով որ այդպես տարածված բան կա, չէ՞, խոսք ով որ գրում է պատմություն, նա գրում է նաև ապագա ազգի, ինչու, որովհետև ցանկացած էթնիկ խումբ ձևաեթնիկ խմբի ձևավորման նաև կարևոր սկզբունքներից ու պահպանման, միասնականության պահպանման կարևոր սկզբունքներից մեկը պատմության առկայությունն է, միասնական պատմության, միասնական ծագման մասին միֆի առկայությունն է ու նաև պատմությունն օգնում է պոզիտիվ ինքնության ձևավորմանը։ Ինքնության ոլորտում կա պոզիտիվ և նեգատիվ ինքնություն, նեգատիվ ինքնության դեպքում գնում է էթնիկ խմբի քայքայման։ Նեգատիվ ինքնություն արտահայտվում է սեփական ազգի, սեփական պետության, սեփական պատմության մասին բացասական ինֆորմացիայի մեծ քանակով։ Այդ ամեն ինչի արդյունքում հնարավոր է առաջանալ էթնիկական նիհիլիզմ։ Վերջին ոնց որ կետը էթնիկական նիհիլիզմն է, որը բերում է ձուլման։ Էթնիկական նիհիլիզմի դրսևորումն այն է, որ մարդիկ չեն ուզում որևէ կապ ունենան իրենց էթնիկ խմբի հետ, այսինքն մոտակա հնարավորության դեպքում կարող են ձուլվել եւ այլն։ Այդ ամեն ինչը ձևավորում է նեգատիվ ինքնության արդյունքում, իսկ նեգատիվ ինքնությունը ձևավորում է պատմության եւ էթնիկ խմբի մասին նեգատիվ ինֆորմացիայի տարածման արդյունքում։ Ու հետաքրքիր է, որ այստեղ Ստյուարտի նման պատտվող իրավիճակ է, որտեղ երբ որ դու այդպես տեսություն կա, երբ որ դու ինչ-որ ոլորտի ինֆորմացիա ես ստանում, դու փակվում ես ու մենակ այդ ոչի ինֆորմացիա ես ցանկանում տեսնել, այսինքն այլ ոլորտի ինֆորմացիան քո նկատմամբ բան է դառնում, նեգատիվ, ռեակցիա ես ունենում։ Օրինակ, տեսած կլինեք, ինչ-որ մարգինալ քաղաքական խմբերի մոտ, որ ընդդիմության հիմնականում, անունները չասենք, բայց ընդդիմության, երբ որ ինչ-որ դրական ինֆորմացիա է գրում պետության մասին, ցանկացած դրական ինֆորմացիա ներկայացնում են որպես բացակայ։ Ինչու՞, որտեղ իրենք այդ էմոցիոնալ դաշտում են, այլ էմոցիոնալ դաշտում հայտնվել իրենց մոտ խնդիրներ առաջացնում, որտեղ իրենք կարող են մտածել, որ իրենք սխալ էին նախկինում, իսկ իրենք չեն ուզում հասկանալ, որ սխալ են, չեն ուզում հասկանալ, օրինակ եմ ասում, որ այս պետությունում լավ բաներ լինում են, կամ այս իշխանությունը ինչ-որ լավ բաներ են անում, իրենք չեն ուզում այդ ընկալել, դրան այդ ինֆորմացիան գնում է հակառակ, ու իրենք կենտրոնանում նեգատիվի վրա, անդադ նեգատիվ շրջապատի արդյունքում առաջանում է այդ նեգատիվ ինքնությունը, ինչի արդյունքում ասում են թքած էս երկրի վրա թողում են գնանք։ Հասկանաք, այսինքն փակ շղթա է, որի արդյունքում գալիս են դրան։ Նույնն է ոնց որ աղանդավորին հանես ավանդես, միջ ավելի նեղ, միջ ավելի թույլ իրավիճակում։ Դրա համար քաղաքական փոքր խմբերի մարգինալությունը տարածված է, հա։ Այ օրինակ մեզ մոտ կոնկրետ Հայաստանի օրինակը վերցնեմ, մի շատ շոու ծրագրեր իրենք այսպես թե այնպես կատարում են լրատվական ֆունկցիա, չէ՞, տալիս են մարդկանց ինֆորմացիա։ Լրատվական չէ, ինֆորմատիվ ֆունկցիա։ Թող լինի ինֆորմատիվ ֆունկցիա։ Ասենք կա այնպիսի իրավական դաշտ, որը վերահսկում է տրամադրված ինֆորմացիայի հետևանքները։ Օրինակ վերցնենք մի շատ հայտնի կիսաբաց լուսամուտ հաղորդաշարը, որտեղ օրինակ ես մեծ ցանկությամբ կուզեի այդ հաղորդաշարին դատի տալ, մի շատ ինձ հետ կապված կոնկրետ իրավունքները խախտելու համար, բայց ես գիտեմ, որ եթե ես դատի տամ, մի շարք իրավաբաններ, ովքեր այդտեղ նստած զուտ զբաղված են իրենց PR անելով, մի շարք տարբեր, չգիտեմ, հոգեբաններ եւ սեկնարից որ դու չեք կարող դատի տալ, ինչու՞։ Ու բացի դրանից ես ումից պիտի պահանջեմ, ասենք ինձ հոգեբանական մի շարք ստեսների։ Ուրեմն այդ դատի տալու միտքը մեզ մոտ մի քանի մարդկանց մոտ, այդ թվնավին, առաջացավ մի 2 տարի առաջ, որտեղ դե արդեն ինչքան կարելի է տերոր ենթարկել, չէ, ընդհանրապես հեռուստատեսությանը կոնկրետ սերիալներով եւ շոուների հետ կապված, հումորային ծրագրերին, ինչքան կարելի է ահաբեկչության ենթարկել սեփական բնակչությանը, ու իրավաբանի ասացինք, որ հետաքրքրվենք, հետաքրքրվեց, ասաց դուք ոչ մի բան չեք կարող անել։ Ինչու՞ ես պատճառն որ ասեցի, օրենսդրական դաշտ չունենք։ Վարչական օրենսդրքում չկան որևէ դրույթ, որի հիման վրա կարող են դատի տալ։ Իրենց մենակ կարելի է դատի տալ լեզվի համար ու գովազդ եւ այդ հարցերը խախտելու համար։ Մշակելու համար ինչ-որ օրենսդրական։ Այդ մշակելը հեռուստատեսության եւ ռադիո ազգային հանձնաժողովը մի քանի տարի
մշակից տվեց ազգային ժողովն, ազգային ժողովը մերժեց, սեփական բանը ասեց մենք կմշակենք ու չմշակեց ինչև մնաց։ Ինձ այդ հարցը կախված է օդում, չեն ուզում սպառնել այդ հարցով։ Եկեք գործում ես գնամ Բարսաս։ Որովհետև ես մտածում որ ըստ էության հումանիտատիվ շոուծրագրերը ոչ սերիալներ նաև ոչ պակաս զանգված ունեն։ Իհարկե։ Ինչ են հասարակության Ես մի կարևոր բանի մասն ասեմ, որ քարոզչություն չի նշանակում մենակ լրատվական ծրագրերը։ Կա մշակութային նշանակություն հեռուստատիրության, մշակութային ազդեցություն, իսկ այդ մշակութային ազդեցությունը հիմնականում գնում է այլ ծրագրերով, օրինակ շոու ծրագրեր կամ սերիալներ, հումորային ծրագրեր, երբ որ թեմա բացվեց մի քանի անգամ խոսակցություն գնացել է հումորային ծրագրերի քաղաքականության վերաբերյալ, ընդդիմախոսներն ասում են ինչպես կարելի է, դուք խորհրդայնությունը չեք, որ բաղկացություն մտցնեք հումորի մեջ։ Հումորը պետք է լինի ազատ, անկախ եւ այլն եւ այլն, այսինքն պետք է հասարակ ֆոլկլոր է մարդկանց։ Բայց այստեղ մի ուրիշ բան է գալիս։ Հումորը լավագույն քարոզչության խողովակն է։ Ինչու՞։ Որովհետեւ հումորի ժամանակ դու էմոցիոնալ դրական ես տրամադրում եւ քո բարիերները, երբ որ սրանից առաջ փակ էին, հումորի ժամանակ բացվում են։ Օրինակ, ես Վարդան Մամիկոնյանի մասին ունեմ, այս օրինակը միշտ բերում եմ, ունեմ դրական դիրքորոշում։ Եվ վատ կզգամ կամ չեմ սիրի այն իրավիճակը, երբ որ Վարդան Մամիկոնյանի նկատմամբ բացական ինֆորմացիա գնա։ Ու եղել է այդպես դեպք, որ մեկը ասել է Վարդան Մամիկոնյանը դավաճան է, իրականում հերոսը Սյունին էր, ես մարդու հետ պրոֆեսոր այդ մարդու հետ բանավեճի եմ բռնվել, շատ կոշտ։ Բայց օրինակ կարգին հաղորդում տեսած կնեք ֆիլմ են նկարում, որտեղ Վարդան Մամիկոնյանը հումորային իրավիճակում է ներկայացնում, դու նայում ես։ Ինչու՞, որտեղ հումորի ժամանակ բացվում քո բառերը, որտեղ էմոցիոնալ դրական ես տրամադրում։ Դրա համար հումորը քարոզչության գլխավոր ճյուղերից մեկն է։ Ամենաազդեցիկ քարոզչությունը գնում է հումորի միջոցով։ Դրա համար ժամանակին ինստիտուտները համապատասխան երկրների անեկդոտներ էին մշակել, նույն խորհրդային միության ավարտի շրջանի անեկդոտներ, եթե հիշեք, բոլորը քաղաքական անեկդոտներ էին։ Ու բոլորը ուղղված շուտ մեսեջներ էին, ես ու նույնիսկ ձեռքբերել եմ, հրատարակվում էին։ Հա, հումորը լուրջ թեմա է, այդպես կարելի է ասել։ Նույնիսկ հրատարակվել են խորհրդային միության ավարտի անեկդոտները, բոլորը ինչ-որ մեսեջներ պարունակող անեկդոտներ են։ Ու հումորը կարելի ասել, որ մեծ մշակութային նշանակություն ու ազդեցություն ունի մեր վրա։ Հիմա եթե նայենք, փորձենք մեր շրջապատը նայել ու հասկանալ ներկա հայկական հումորը ինչ մշակութային ազդեցություն, ինչ թեմաներով է։ Ըստ դրա կարող ենք հասկանալ ինչ մշակութային ազդեցություն ունի, ինչ թեմաներով ներկա հայկական հումորը։ Երկու բան, այսինքն կա հումոր փողոցային, կա հումոր եթերային։ Շատ դեպքերում դրանք արդեն գնալով սահմանը փոքրանում է դրանց միջև։ 20 տարի առաջ, 15 տարի առաջ ավելի 10 տարի առաջ ավելի մեծ էր սահմանը, քան հիմա գնալով փոքրանում է։ Բայց ամեն դեպքերում մեր հումորի հիմնական ուղղությունը ի՞նչն է։ Սեռական, չէ՞ ասի, քաղաքական հումորը ո՞ւր է։ Չկա քաղաքական հումոր, հա, մենակ կոմեդի։ Սեռական, սոցիալական։ Վարդան Պետրոսյաններ անում։ Սեռական ու ընտանեկան, կարելի ասել, ընտանեկան ոչ թե ընտանեկան Իչի սխալ ձևակերպեցի, ամեն դեպքում վերաբերվում ընտանեկան դավաճանություններին, հարբեցողության եւ այլն, այսինքն հակը սոցիալական մարդկին թեմաներով է։ Ու արդեն հասկանում եք ինչ մշակութային ազդեցություն ունեն։ Այդպես մի հետազոտություն էին արել, ռուս երեխաներին նստեցրել են, ասել են դե բան արեք, ազատ ժամանակ անցկացրեք, եկել եք բնության գիրք հանգստացեք։ Ինչ էին անել երեխան, տարբեր տվել են տարբեր իրեր Բակնի տոն, բան տարբեր առարկաներ էին տվել, բա բնության մեջ եկել եք հանգստացեք, երեխան եք փուչում։ Ինչ էին արել երեխաները առաջինը։ Վերցրել են արաղի բաժակները, վերցրել են արաղի շիշը ու մոտիվացրել, բան նմանացրել էին արաղ խմելու, խաղալիքից էր այդ ամեն ինչը։ Այսինքն ինչ, այդ ամեն ինչը ձևավորվում նաև հումորի միջոցով։ Մենք անընդհատ հումոր ծիծաղում ենք հարբեցող մարդկանց վրա, չէ՞։ Նույնիսկ կարդեն շարք մի հսկայական շարք կա։ Անընդհատ ծիծաղում ենք դավաճանության վրա եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը իր մշակութային ազդեցությունն է, որը շատ հետաքրքիր հետազոտություն կլինի, եթե ինչ-որ մեկ անի այդ թեմայով հետազոտություն, շատ հետաքրքիր։ Ես ինքնության բանով եմ արել, դեռ չի հրատարակվել, բայց ինքնության թեմայով էի անում հետազոտություն, թե էթնիկ ինքնության վերաբերյալ ինչ
պատիրացումներ են տալիս մեր հումորային ծրագրերը, բարձր վարկանիշ ունեցող հումորային ծրագրերը ու չասեմ ինչ պատկեր կա, բայց պատկերը շատ բան է, տխուր էր ու բերում էր նրան, որ նեգատիվ ինքնության ձևավորմանն է ուղղված։ Նեգատիվ ինքնության ձևավորմանն Կարծում եմ իրենք անում են այնքան ինչքան կարում են իրենց ինտելեկտուալ բանից ելնելով, պլյուս դրա իրենք խնդիր են մեկ լուծում կոմերցիան։ Նյութական խնդիր են լուծում, չեն կարծում որ չեմ կարծում որ հատուկ նստած են սցենարներ են գրում որ մեր ազգը կորցանում այդպես չէ, իրենք ուղղակի կոմերցիոն խնդիր են լուծում, իսկ կոմերցիոն խնդիրը ինտելեկտուալ այդ չափանիշներ ունեցող մարդկանց համար կոմերցիոն խնդիրը ճանապարհով է։ Իսկ գուցե այդ հետազոտությունը տալ իրանց դրանից հետո ինչ-որ փոխություններ դու մեկին ոնց որ 10 շորի բան ասես, ես հերոստատ սերիալների վերաբերյալ հետազոտություն էի արել ու բաժանել էի այդ նաև բաներին, ղեկավարներին հերոստատեսությամբ, ոնց որ մեկին գնաս ասես դու փող սխալ ես աշխատում, ել մի աշխատի փող։ Դե բարձր որ նեգատիվ, բարձր որ նեգատիվ պետք է ասես։ Ով է ասում, արմկոմեդի ինտելեկտուալ հումորն է, Վարդան Պետրոսյանը ինտելեկտուալ հումոր է։ Բայց հիմա այն հումորային ակումբները չկան, ովքեր որ Սարանը ձևավորը մեծ է։ Սարանը ձևավորը մեծ է։ Կարող լինի ինտելեկտուալ հումոր չլինի, կարող հումորի օբյեկտները կարող, սուբյեկտները կարող ուրիշ լինեն։ Օրինակ, հումորի թեմա կարող լինի կոմերցիա։ Ինչի դեմ որ մենք պայքար է, ասում կոմերցիա, բանը, կոռուպցիա։ Հումորի թեմա կարող լինի Ադրբեջանը։ Հումորի թեմա կարող ու ինչ-որ մասամբ կա, Թուրքիան, Վրաստանը եւ այլն, այսինքն հումորի մենք կարող կընտրենք այն թիրախները, որոնց ուզում ենք խփենք, եթե լինի բախվերը չի ինչ-որ սուպեր ինտելեկտուալ հումոր լինի, որը 10 մարդ հասկանա, մնացած չհասկանա։ Թիրախից է կախված, ահա։ Հումորից մի քիչ այն կոմորած դուք ասացիք, որ դատիտան հնարավոր չի լրատվական։ Ոչ միայն լրատվական։ Հա, ինչի Wikileaks-ին ղեկավարին Ֆրանսուଆ, չէ։ Դատիտան հնարավոր։ Ասա, ինչի իրան ինչ ընդհանուր մահապատիժ տարան ու Wikileaks կայքը ուզում են փակել։ Այդ որտեղ օրենք այդքան են ոչ է։ Օրենսդրական դաշտի պատճառով չի բռնաբարության համար հոդված, այսինքն Չէ, իրան առաջինն է բացի դրանից։ Իրան Չեք դրանից որ չեք դրանից Էդի պետական գաղտնիքներ այն պետական Չէ, կարելի ասել։ Մեր մոտ չի կարելի դատել հեռուստաընկերությունները, բայց օրինակ Գերմանիայում այդպես վերջերս օրինակ կար Հայաստանում տեղանացնում, բայց ազատության սահմանափակում Ես օրինակ Գերմանիայում ես վերջերս Գերմանիայում մի ֆիլմ էին արգելել ընդհանրապես եթե հեռարձակել, բավական մեծ բյուջեով, ինչու, որովհետև այդ ֆիլմը 200-300 անգամ ցուցադրել էին ծխելու դրվագ։ Ինք ասել են որ ծխելու բան է գնում, գովազդ է գնում, ինքը որպես ծխելու Ենթատեքստային գովազդ է գնում, արդյունքում արգելվել ինչպես։ Հայաստանում թողվել է, չէ՞։ Եթերում անուղղակի կերպով սերիալներում գերարվեստական ֆիլմերում ծխախոտի, չէ, ծխախոտի տեսարաններ։ Բրենդներ ներկայացնել, այդ տեսարանները բրենդներ ներկայացնել է բաները։ Հա, այդ տեղյակ չեմ, ամեն դեպքում եթե ենթաօրենսդրական ակտեր ու չլինեն քաղաքացիական օրենսդրություն դրույթներ չլինեն, էլի որևէ ազդեցություն չի ունենա։ Հիմա եթե խոսքը, եթե ուզում եք կարելի է, եթե ուզում եք ասել, որ արևմուտքում օրենքներն ավելի խիստ են կամ այնտեղ կարում են դատել, հա իհարկե։ Այնտեղ նույն Իրաքի պատերազմի ժամանակ 2001 հա, նույն Իրաքի պատերազմի տարին առաջին ինքը արխիվ ունի, իրավունք ունի բանանելու։ Բայց Իրանը հրատարակելու, ասելու եւ այլն, որովհետեւ հասարակությունը պարտավոր է իմանալ։ Հա, բայց դրանից հետո իրանք կդատեն, վերացնեն կամ չգիտեմ ինչ ազատ ասելու, չէ՞, վերջի ինքը դες բաներ ասում։ Այսօր հենց այսօր իմ ընկերներից մեկն էր եկել, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է սովորել, դրանց առաջ հա, բանում էր աշխատել, Կալիֆոռնիա կուրերում էր աշխատել, դրանց առաջ MD-ում էր սովորել, Կապսկոմսկայա Պրավդայում էր աշխատել ու դրագումների հետ կուրսի հետ համերգում էր կազմակերպել։ Առաջին բանը որ ասեց, սկսենք նրանից որ մոռացեք այն միֆը, որ Ամերիկայում կա խոսքի ազատություն։ Այդ որ Ամերիկայում կա դեմոկրատիա։ Մոռացեք այդ միֆը, մեր նման երկրների համար է
ու այդ վերաբերում բոլոր ոլորտներին, հատկապես լրագրությանը։ Առաջ օրինակ Իրաքի պատերազմի ժամանակ, այն ժամանակ մի ցուցակ նկա դեմը ձեռքս, որ առաջի օրերին մի 260 քանի լրագրողի գործից ազատել էին ոչ կոռեկտ լուսաբանման համար։ Ինչ խոսքի ազատության մասն է խոսքը դնում։ Այնտեղ եթե ամերիկյան բանակի մասին խոսենք, այնտեղ լրագրողը կոնկրետ երկրներով է պատրաստվում, կոնկրետ մարդկանց ուղեկցությամբ։ Օրինակ ամերիկյան բանակում ամեն մի վաշտ, ամեն մի ստորաբաժանում կա հասարակության հետ կապերի պատասխանատու, այսպես ասած, զինվորական, որը զբաղվում է այդ գործով։ Լրագրողին ինքը գիտի լրագրողին ո՞ց պետք է ուղեկցի, որտեղ պետք է ուղեկցի, որտեղ չպետք է ուղեկցի, եւ այլն, այսինքն տոտալ վերահսկողություն։ Դրա համար առաջին պատերազմը բանը փոթորիկ նանապատում Սիրիա պատերազմ անվանում։ Ինչու՞, որովհետև ամեն ինչ ներկայացվեց բանով։ Լուսաբանումը շատ սիրիլ գնաց։ Այդ սկսվեց նրանից կարգավորումը Ամերիկայի, այս ոլորտի դաշտի կարգավորումը սկսվեց վիետնամական պատերազմից։ Վիետնամական պատերազմը կարծիք կա, պարտվեցին ԱՄՆ պարտվեց առաջին ներսում։ Ինչու՞, որովհետև հեռուստատեսություն կար եւ չկար հələ համապատասխան օրենսդրական դաշտ, այսինքն հեռուստատեսություն ցուցադրում էր պատերազմը, ցուցադրում էր զոհված զինվորներին, ցուցադրում էր Ամերիկայի իրականացած կոտորածները, ավերածները եւ այլն, ու արդյունքում հասարակի կարծիք դեմ տրամադրեց։ Դրանից հետո վերահսկողություն մեծացավ ու այդ խնդիրը ամերիկացիները չունեցան, մինչեւ հիմա չունեն։ Հիմա մի ուրիշ տիպի խնդիրներ են առաջանում, այդ Ասանժի նման եւ այլն։ Ահա կապված լրագրողների էթիկայի սկզբունքների խախտման հետ, ասենք այս դեպքում էլի վերահսկողական ինչ-որ դաշտ ունենք մեզ մեր իրականության։ Էթիկական չէ։ Էթիկական բոլորը բան է։ Անհաջող խոսքի ազատությունը մի տեսակ գալիս խառնվում է էթիկայի սկզբունքների խախտման հետ ու չգիտեմ, այստեղ ստեղծվում է էլի հասարակության մեջ մի քաոսային իրավիճակ ու նորից ոչ ոք պատասխան չի տալիս։ Էթիկական սկզբունքը սուբյեկտիվ հասկացություն է։ Լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ հավաքվում են, ստորագրում են ինչ-որ պետիցիայի տակ, որ իրենք սենց պետք է պատճառում, ստորագրում գնում են իրենց գործերը նորություն անում։ Որևէ բան չի փոխում, ինչպես որովհետեւ խնդիր չի առաջացել, չէ՞ որ էդի դու չանես այդ։ Հա չէ, որևէ պատասխանատվության հարց չկա, այսինքն այդ էթիկական խնդիրները պետք է օրենսդրական դաշտ տեղափոխվեն։ Պետք է իրավական դաշտ տեղափոխվեն։ Եթե չեն տեղափոխվում, դրանք ուղղակի գեղեցիկ արտահայտություններ են, որոնք որ ոնց որ մեր օրենսդրությունը սահմանափակում է անչափահասի, ասենք, ինքնության պահպանման նման խնդիրներ։ Ասենք կոնկրետ դրսում դուք չեք կարող անչափահասի ոչ անունը տակ, եթե ինքը զոհ է եւ ոչ էլ հանցագործի անունը։ Եվ դա համար քրեական պատասխանատվություն ասում։ Մեզ մոտ լսում ասում այս ինչ գյուղում, այս ինչ անես, ինչը բռնաբարեց, այս ինչ անես, ինչի։ Բայց շատ դեպքերում գրում են, որ անուններս մոտ Բայց շատ դեպքերում չեն գրում։ Հետո հարցը հետեւյալն է, գիտեք, գյուղում հայկական գյուղ է, որ 400 հոգի մարդ է, բոլորը գիտեն ով է։ որ վերջերս կրոսնադարում չէ հայ տղայի հետ որ այդպիսի դեպքեր են բռնաբարել են ու սպանել են ռուս ֆաշիստները անազգանով գյուղով որ գյուղ մատնողները ինչով են զբաղվել մատունի գյուղերից մեկն է ինչքան հիշում եմ որ երբ են դուրս գնացել երբ են ռուսաստան հասցվում ամեն ինչ մանրամասն չէ բան չկա այդ ու չի իրացվում նաև ինչը պետք է լուսանկարել ինչը պետք է ցուցադրել հենց դրա արդյունքում է որ ու ես սարսափում եմ այլյա ես սարսափում եմ մոտակա օրինակ դե ռազմական գործողությունը կարող է ցանկացած պայսկսի մեր մոտ ռազմական գործողությունների ժամանակ ինչ տեղի ունենա որտեվ նույն մի շամշյանը կարող չգիտեմ 100,000 հազարավոր մարդկանց պանիկայի պատճառ հանդիսանալ իր լուսաբանմամբ այսինքն նույն լուսանկարիչներ ծանոթ ունեմ ընկերներ որոնք որ օրինակ ասում ես գնացել եմ բան նկարելու այդ Սոչի օտանավակ ինքնատեր որոնքներ դիակներ բերելու ասում եմ ես հիմա իմ մոտ դիլեմա է ես նկարեմ այդ մարդկանց դագաղները նկարեմ թե չնկարեմ հարազատները նկարեմ թե չնկարեմ այսինքն ես ու ասում եմ հենց այս որ չնկարեմ դեմքերը որևէ մեկի ցույց չտա այսինքն բայց ինքը ներքին ձայնում շամշանը գնում ու ամեն ինչ կնկարի այսինքն այդ ներքին էթիկական չափարիչները շատ սուբյեկտիվ են չկա օրենսդրական դաշտ իսկ արդյունքում վաղնիշոր պատերազմ եղավ կարա մենակ պանիկ առաջանա այս սոցիալական ցանցերի այս մեդիաների բաներում կարա պանիկ առաջանա որովհետև ամեն ինչ կարող տարածել դրա ոչ չնայած այդ օրենսդրական դաշտի իշխանով կոկնի հարցին չեմ կարող ասեմ որովհետև նույն հերոսներով բաներ կարող տարածվի էլի պաշտպանության նախարարությունը արդեն ազդեցություն կունենա պետք է ունենա պաշտպանության նախարարությունը պետությունը պետք է ունենա Իրոք հետո ձեր բարձրացեք նոր ձեր ես օրինակ հիպոթերապիայի մասին մի նյութ էի անում
ու այդ երեխան, որը բուժվում էր այդ դիաբուժարանում, ինքը մանկական ուղեղի կաթվածով էր ծառայում։ Ծնողների հետ էր ու ես ծնողներին ասի, ես կարամ իրան նկարեմ հարցազրույց վերցնեմ, ասեց չէ, որտեղ երեխան դպրոց է գնում, իրան ծաղրում են, վատ ազգում ինքը։ Հիմա եթե ես խախտեմ դա ու երեխուն տանեմ մի կողմ ու իրանից հարցազրույց վերցնեմ, ինձ ով պիտի դա դիտա։ Ծնողները կարող դատի, բայց բանի, չգիտեմ, ինչ-որ ձևակերպումներ կան իրավական, արժանապատվությանը կամ անձնական կյանքներ ուժեր կամ ինչ-որ բաներ, ինչ-որ ձևակերպումներ կան, որոնց հիման վրա կարող են դատել, դա մենակ ծնողները։ Չէ, շատ երկրներում անպայման պետք չի, որ ինֆորմացիան բացասական է։ Օրինակ Կանադայում, երբ որ գալիս է հեռուստատեսությունը մի բան նկարի դասարանում, առանց ծնողի թույլտվության նա չի կարող նկարի։ Անկախ դրական ինֆորմացիան, թե բացասական, այսինքն դա արգելված է օրենքով։ Եվ գրավոր ձեզանից բան են ուզում, գրավոր համաձայնություն են ուզում։ Այնտեղ շատ բաներ արգելված օրինակ, համար ձեր երեխային որևէ մեկին չի կարա դպրոցը տանի թանգարան, եթե դուք համաձայն չեք։ Դա էլ շատ բան է, որտեղ դա արդեն պարտադիր ծրագրից դուրս է, դա ուղեղի լվացման կամ այդ ուղղորդված ռոպագանդայի խնդիր է, էլի։ Այսինքն տարբեր բաներ է։ Կարողանում հիշում եմ ծանոթներից մեկը օրինակ կայք էր, վեբ դիզայներ կայք էր պատրաստել ամերիկյան ընկերության համար, հանգստի տուրիստական ինչ-որ ոլորտի կայք էր, որտեղ նկար էր դրել ընտանիք, մայրը, հայրը եւ երեխան ծովի ափին բոլորը բանով, ինչ է, լողազդեցներով։ Իրենք անմիջապես ինձ ասեն, ուզում եք մեզ փակեն մեզ տուկանեն, ոնց է երեխային լողազդեցով ներկայացնել չի կարելի։ Փոքր երեխան պեդոֆիլիզմի բանով կարող է գնային դատվեին, կարդեն փակվեր, տուղանքներ ստանային եւ այլն եւ այլն։ Իսկ մեր մոտ, եթե տեսեք ինչ խիստ է, ասին երեխաներին չի կարող ցուցադրել այդ իրավիճակով։ Իսկ մեր մոտ օրինակ կա փոքրիկ երկիչներ, չէ՞, ես մեկ նայել փոքրիկ երկիչները ոնց որ ներողություն արտահայտության համար, բայց մեծ պորնիտների նման են հատցնում ու ներկայացնում են բեմի վրա։ Այսինքն բացարձակ չկա որևէ սահման, թե որն է ես երեխան ինչ չափանիշներով պետք է ուտել։ Այստեղ ծնողը հիմնականում արգելում է երեխային նկարել եւ նմանատիպ կայքերում տեղադրել, որտեղ այստեղ կա նաեւ թրաֆիկինգի խնդիր։ Մենք ունենք, որ շատ հաճախ երեխաներին լուսանկարում են, նրանց մասին հոդվածները գրում եւ այլն ու հետո նրանց թրաֆիկինգի են ուղղակի ենթարկում։ Այդ այլ կա դրամը մեր Հայաստանի օգտյան քրեական օրենսգիրքը շատ խիստ է արգելում ու հիմնականում ծնողը կարող է Չէ, ծնողը կարող է գալ, որտեղ ինքը միջև երեխայի 18 լրանալը փաստացի ծնողն հանդիսանում երեխայի խնամակալ է։ Լավ, ծնողն է իր մի բան ասեմ, մենք ինչքան ժամանակ ունենք, ոնց է ժամանակ։ Ունենք 20 րոպե։ Լավ, հարցին պատասխան կարա։ Ինչ հարցեր կան։ Ահա, հիշում եմ։ Դուք սկզբում նշեցիք, որ 100 տարի առաջ, երբ որ մեդիան զարգանում էր, լրիվ ուրիշ էր պատկերը, հիմա լրիվ ուրիշ է։ Իսկ ձեր կարծիքով 100 տարի հետո ինչ ձեր։ Մենք չենք կանխատեսես դժվար է ասել։ Ֆուտուրոլոգ չեմ, ես շատ Ես հետո թեկուզ ջրերը։ Դե տենդենսը նրան է գնում, Դե համացանցը գիտեք ինչ, համացանցը խողովակ է, որտեղ տեղավորվեցին բոլոր լրատվամիջոցները։ Ասել որ հեռուստատեսին ասում են, չէ, երբ որ հեռուստատեսությանը քննադատում ենք, հեռուստատեսության ղեկավարները ասում են, ինչ է դիտի մեզ կբե գնացեք համացանցից խոսացեք, օրը համացանցին է, վաղվա օրը։ Բայց այստեղ մեծ մանիպուլյացիա կա, ինչու, որտեղ հեռուստատեսությունը մնում է։ Ուղղակի տեղափոխվում է նաև համացանց։ Հեռուստատեսությունի բոլոր ֆորմատների, բոլոր ծրագրերը, ամեն ինչ մնումն են, մենք տեղափոխվում համացանց։ Բացի այդ ամեն ինչից ներկա պահին համացանցի հաղթարշավի մասին խոսան չարժե, որովհետև նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցյալ տարվա մի հետազոտությամբ բնականաբար 52% ինֆորմացիայի աղբյուրը հեռուստատեսություններ հանդիսանում։ Մեր մոտ 95% է, 90-ից բոլորը 85%-ից իշխանը։ Ինչպես Ոչ բոլորն են համացանցի կարող։ Հա, ավելի մեծ մասը Ամերիկայի նման տեղեկատվական տեխնոլոգիանով զարգացած երկրում դեռ հեռուստատեսություն առաջին դիրքում է զբաղեցնում։ Այնց որ համացանցի մասին չի կարելի դեռ ասել, որ բան առաջտեղն է գրում, բայց հա գնում է դրան, որ բոլոր մեդիաները տեղափոխվում են համացանց։ Մեր մոտ առաջտեղ բամբասանքն է։ Բամբասանքով ավելի հեշտ է լուր տարածել, քան ինչ-որ ձևով։ Կարիս է նախ ասի դրա մասին, որ լսարանի ինտելեկտուալ բանից է կազմից է գալիս,
Հետո գալիս է նաև լրագրողների ինտելեկտուալ շերտից, նույն այդ այսօրվա իմ հյուրը, որ պատմում էր, օրինակ ռուսական Կոմսոմոլսկայա պրավդայում ասում է ժամուտին բոլորը գործ էին գալիս, մի մինուտ ստեղծը գրելու համար բոլորը պարտադիր մի 4 սինխրոն էին անում, 4 տարբեր մարդկանց հարցազրույց են վերցնում, այսինքն այդ պետք է լինել մինիմում է 3-4 եւ ժամուտին որ գալիս էին, արդեն գիտեին ում են խոսելու, համարներով, անուններով, ազգանուններով։ Մեր մոտ ասում են ինք եկել է խմբագիր, թերթերից մեկում, ասում են մի կերպ լրագրողները 11-ին բերում էին գործի, գալիս էին մի հոգու սինխրոն էին վերցնում, այն էլ մի կերպ, մնացածը իրենք լղոզում են, տարբեր ինտերնետ նյութերի դնում, կպցնում են, սարքանյութ դնում են։ Այդ իրավիճակում ասում ժուրնալիստիկա ձևավորել գրեթե անհնար է ու հենց այդ ժուրնալիստիկայի արդյունքներ մենք ունենք այսօր, բացի դրանից մի ուրիշ խնդիր ազդեց մեր ժուրնալիստիկայի վրա, դա բանն է, կլիկ հասկացությունն է, այսպես ասած, սոցցանցերը, երբ որ գումարը, էլեկտրոնային կայքի գումարը կախված է մուտքերից, կլիկերից, այսինքն ինչքան շատ մարդ է մտնում, այնքան բան գնում կարողանում ես վաճառել քո գումարը։ Դրա արդյունքում ինչ պետք է անեն։ Նույնիսկ դարձավ փոփ լրատվություն, փոփ, այսինքն լայն սպառման։ Լայն սպառմանը որն է, ինչ-որ ասի հրաշատեսության պարագայում, նույնն էլ էս պարագայում, այսինքն պետք է լինեն սեռական պատկերներ, պետք է լինի ագրեսիա։ Դրա համար ինչ եղավ, դրա համար Շամշյանն ու Քիմ Քարդաշյանը դարձան մեր հրաշատեսության բանի աստղերը լրատվամիջոցների։ Ինչու՞, որտեղ իրենք ապահովում են այդ զանգվածի, fast food լրատվություն են տալիս։ Ու այսօր մենք որ նայում ենք բանը չէ, կիրակի օրվա լուրերը եթե նայեք, Արմենիային է, Շանթին է, fast food լրատվություն։ Ամեն ինչը, ինչպես։ Որը։ Հա, ես մի քիչ բան եմ ասում, հա։ Բայց ընդհանրապես նաև այդ քաղաքական ոլորտն ընդկայացնես։ Չէ, քաղաքական ոլորտը։ Քիմ Քարդաշյան չի դառնա իշխան փոխի, բայց Գալուս Սահակյան։ Բայց ձգտում է։ Այդպես, հա։ Ես կուզեի ձեզ այն հարցի, անկեղծորեն չգիտեմ որքանով վերաբերում ձեզ, բայց ձեր կարծիքը որն էր մեր սխալը կամ մեր թերությունը, բացը ավելի ճիշտ, որ մենք թույլտվեցինք, որ հիմա համացանցը կոնկրետ օդնակլասնիկը ինքը հիմնականում ողողված է անչափահասներով ու ինչ կարելի է Այդ ուրեմն գիտեք, տեխնոլոգիաները երբ որ գալիս են երկրների օրենսդրական դաշտը չի հասցնում իրենց հետևից։ Մեր երկրի դրա լավագույն օրինակն է։ Նույնը այս խոսում է այսօր, ասեց գնում ենք, երբ որ Հարվարդ ես մտնում, բոլոր հեռախոսները դնում են ինչ-որ մի սենյակ, նոր մտնում են։ Դին լսարանում որևէ մեկ հեռախոս չի մտնում։ Էլ ունես նոթբուք կամ բան, կամ Ամերիկայից ես չեմ եղել այդ երկրում, դրա համար հիմնական ուրիշների պատմածով եմ անում, կամ Ամերիկայի օրինակ մի ասեմ, էլի մասնավոր դեպք, որ Starbucks-ում ասում է, երբ որ մտնում է Starbucks, բոլորը նոթբուքերով են նստած, բայց ոչ մեկ Facebook-ում չի կամ Twitter-ում չի, նոթբուքերով ճիշտ եկավ Starbucks-ում։ Կարող է ուրիշ McDonald's-ում ուրիշ բան անում, բայց կոնկրետ Starbucks-ում։ Այսինքն լսա, հարցը ոնց էր, ինչ շարունակեցի ոնց էր։ Ասացած ովքեր են, հիմա մի ավելի վախեցնող բան ասեմ, որը որ իրոք, ասենք ես պատկերացնելն է սարսափեցնում, Հայաստանի կառավարության որոշմամբ, չեմ հիշում որ մոտակա տարիներին, բոլոր առաջին դասարանցիները մատակարարվելու են անձնական համակարգիչներով, 40,000 համակարգիչ է բաժանվելու, առաջին սկսել է արդեն, առաջին դասարանցիների, ուրեմն ասեմ որ այն երկրները, մենք այդ առումով, այսինքն օրենսդրական բանով, այն երկրները, որոնք որ այդ ճանապարհով են գնացել, հետո փոխել են։ Այսինքն, որովհետև կա որոշակի տարիք, որից այդ նոր թույլատրվում է համակարգչին մոտենալ։ Հիմնականում 12, ամենափոքր տարիքը 12-ն է։ 12-ից հետո նոր թույլատրում է, երբ որ սոցիալիզացիան արդեն մասամբ ինչ-որ առումով ավարտվել է, ու դիրքորոշումներ կան համատաբար, ինչ-որ պատկերացումներ կան չարի բարի մասին եւ այլն։ Այդ ժամանակից նոր թույլատրվում է, որովհետև 10-ից ցածր չի թույլատրվում շատ երկրներում ու նաև հոգեբաններն են այդպես ասում, որովհետև փորձը ցույց է տալու բացական ազդեցություն ունենում։ Նույն այդ համակարգչային կապվածության մասին է խոսքը։ Համակարգիչը ներմուծում հիմա իրան։ Չէ, չի ներմուծում, այդ համակարգիչը ստեղ են արտադրում։ Ասում են բերեք բաժանեք թող։ Կոնկրետ ստեղ մեկը արտադրում է, դες խոսեք, որովհետև ստեղ արտադրվող համակարգիչներ են բաժանում։ Իսկ անվճար են տրվելու թե Անվճար։ Պետք պատվեր։ Չէ, աշակերտին անվճար, բայց պետությունն արվելու է։ Հիմա
մենք ինչ ենք ստանալու, այսինքն այն եթե մենք հիմա որ չենք կարողանում կառավարել, չէ, արդյունքում պետությունն է օգնում, որ ավելի լավ չկարողանա կառավարել, փոխանակ հակառակ լինի, փոխանակ ինչ-որ արտերք սահմանափակումներ եւ արտերքներ մտցնեն, որ որոշակի շրջանից հետո կարողանաս նոր պետությունը ճիշտ ասած փորձել է ինչ-որ այլ դաշտ տեղափոխել, դասարանային կոչված կա մի հատ։ Փորձել է одноклассники-ից այդ մասն տեղափոխել դասարան կետային, բայց չգիտեմ, ստացվեց թե չէ։ Դասարանը սոցիալական ցանց չի կազմել։ Նյութեր բան չի։ Եղավ, եթե կա վերջի հարցը։ Ես եմ։ Բանը ռազմական լրատվությունը հսկվում է պետական մարմինների կողմից։ Այո, չէ։ Ռազմական այն ոլորտն է, որը պետք է վերահսկվի։ Ըստ ռազմական լրատվության խողովակներ չկան, այսինքն զուտ եթե լրատվամիջոց ասենք, բանը զինուժն է, չէ։ Դա էլ է սուբյեկտիվ։ Ես բլոգեր կա, որ հատուկ է։ Բոլոր լրատվամիջոցները սուբյեկտիվ, այդ միշտ հիշեք, բոլոր չկա այն աշխարհում այդպիսի լրատվամիջոց, ու բոլոր լրագրողներն են սուբյեկտիվ, այդ լավ հիշեք։ Այդ հիմնական ասում եմ միֆը, որ ահա որ շատ տարածել է, որ լրագրողը պետք է լինի օբյեկտիվ, ժուրնալիստական օբյեկտիվ, մոռացեք այդ միֆի մասին, դա գիտական մոտեցում չի։ Գիտականորեն բան չի։ Սենց է, ուրեմն Լումանի մոտ կա դրա մասին, ասում է, ոչ թե կա օբյեկտիվիզմ, այլ կա ինտերսուբյեկտիվիզմ։ Օբյեկտիվ հասկացություն գիտականում չկա, ինտերսուբյեկտիվ, այսինքն տարբեր սուբյեկտիվիզմ կարծիքների համադրություն։ Էդ է ինտերսուբյեկտիվիզմը, ոչ թե օբյեկտիվ։ Չէ, բայց տեղյական տարբերություն կա, երբ որ գրված նյութի վրա լրագրողի անձնական դիրքորոշումն է արտացոլվում, եւ տարբերություն կա, երբ որ լրագրողին տալիս են $500, այս մարդը ասում է մասին վատ կգրես, $1000 իմ մասին լավ գրի։ Այս սա է օբյեկտիվիզմի, սուբյեկտիվիզմի ասենք։ Ըստ էության երկու դեպքում էլ սուբյեկտիվ է, մի դեպքում իմ սուբյեկտիվիզմն է արտահայտում, մյուս դեպքում X մարդու սուբյեկտիվիզմն է արտահայտում, որը $500 է տվել։ Բայց պրոֆեսիոնալ լրագրությունն է, որ տարբերություն չզգացվի։ Այսինքն $500 նյութն էլ այնպես պատրաստվի, որը որ սպառվի օբյեկտիվ ժուրնալիստիկայի կանոններին համապատասխան։ Եթե սուբյեկտիվ տեսանկյունից գնանք, երկու դեպքում սուբյեկտիվ է։ Ուղղակի բաներն են։ Դա պատճառներն են։ Հա, պատճառներն են տարբեր։ Հարցը ինչ էր։ Պատասխանեցիք թե չէ։ Ռազմական, հա։ Ըստ էության հա զինուժն է մեր ռազմական խողովակը, տնեի կայքն է, մամուլի հաղորդագրություն են տնեի։ Բայց բլոգեր կան, որ հենց ասենք ռազմիկ բլոգը։ Հա, չէ, իրենք անհատներ են, կարող գուցե համագործակցում են, կան լրատվամիջոցներ, որոնք համագործակցում են նախարարությանը, կան լրագրողներ, որոնք համագործակցում են, այսինքն գուցե ռազմինֆոն կարող է, հա, որը այսինքն հա, կան տարբեր կառույցներ, բայց ըստ էության պաշտոնական մենակ զինուժն է։ Բանակի հետ կապված նորմալ է, որ վերահսկվի ու ճիշտ է, որ վերահսկվի ամեն ինչ, բոլոր երկրներում այդպես, հենց որ հատկապես մեր պարագայում, երբ որ ունենք ռազմական կոնֆլիկտ, այս որ վերահսկողություն պետք է լինի խիստ։ Եղավ, շնորհակալություն Հայկ։